Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Բավականին նշանակալի պրոցեսներ են ընթանում Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգները ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը ուղղված Գազայում խաղաղություն հաստատելու։ Ընդ որում ամերիկացիները խիստ կատեգորիկ են։ Խաղաղությունը պետք է լինի տևական, պետք է լինի հիմնավոր եւ պետք է լինի հենված շատ որոշակի ճարտարապետության վրա, որի շուրջ փորձում են պայմանավորվել թե արաբական երկրները, թե Պաղեստինի այսպես սուբյեկտները ռազմաքաղաքական, թե Իսրայելը։ Նաեւ ոչ արաբական սուբյեկտներ եւս ակտիվ են։ Օրինակ Թուրքիան։ Դոնալդ Թրամփը 21 կետից պլան է առաջարկել, որն ըստ էության պլան է այն մասին, որ Իսրայելը չպետք է օկուպացնի Գազան, մյուս կողմից Գազայում պետք է հաստատվի նոր վարչակազմ, ընդ որում այդ վարչակազմը կապ չունի արևմտյան ափի վարչակազմի հետ, Համասը պետք է դուրս բերվի եւ ընդհանրապես ուղղակի կազմալուծվի, կազմաքանդվի եւ զինաթափվի։ Դրա դիմաց իհարկե նաեւ մեծ ռեաբիլիտացիա է խոստացվում, Գազան պետք է վերականգնվի, ընդ որում Միացյալ Նահանգներն իրենք եւս խոստանում են ֆինանսական աջակցություն եւ այդ ամենը հնարավոր է միայն լիակատար եւ տևական խաղաղության պայմաններում։ Բոլոր կողմերն ընդ որում համաձայն են։ Նաեւ այս ընթացքում տեղի ունեցավ որոշ առումով Իսրայելի եւ Կատարի միջև հարաբերությունների, այսպես ասենք, ճշգրտում, ամենայն դեպս ըստ հաղորդագրությունների Նեթանյահուն ներողություն խնդրեց Կատարի էմիրից այդ հարվածների համար, որոնք տեղի էին ունեցել Համասի ղեկավարությամբ կողմից զբաղեցրած այդ առանձնատան վրա, որը Դոհայի մայրաքաղաքի կենտրոնում է, եւ խոստում եղավ, որ այլևս դա չի կրկնվի, նաեւ Միացյալ Նահանգներն ասացին, որ Կատարի վրա ցանկացած ոտնձգություն համարվելու է ոտնձգություն հենց Միացյալ Նահանգների նկատմամբ, չնայած Միացյալ Նահանգների բազան այնտեղ էր եւ այնտեղ է մնում եւ հիմա էլ եւ նաեւ այդ բազայի այնտեղ գտնվելու հենց գլխավոր ֆունկցիան Կատարի անվտանգությունն ապահովելն է։ Այնուամենայնիվ փորձենք հասկանալ ինչ է տեղի ունենալու առաջիկայում, ի վերջո միակ կողմը, որից դեռ չկա պատասխան, դա Համասն է, որին տրված է 3-ից 4 օր ժամանակ, դա համարվում է խելամիտ ժամկետ, որին պետք է համաձայնի Համասը եւ ազատ արձակի բոլոր պատանդներին, նաեւ մահացածների մարմինները վերադարձնի Իսրայելին։ Կլինի դա թե չէ, շատ բարդ է ասել։ Ամենայն դեպս իսրայելցի փորձագետներն ասում են, որ մենք կզարմանանք, եթե Համասը դրան համաձայնվի։ Փորձենք հասկանալ, եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, մեր հյուրն է արաբելագետ, արաբագետ, մեր պետհամալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։ Բարևեք եկել, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես փոխադարձել եմ։ Շնորհակալ եմ։ Պարոն Քոչարյան, եւ ուրեմն կա պլան, ըստ էության բոլոր կողմերը համաձայն են դրան, դժվարությամբ համաձայնվել է նաեւ Իսրայելը։ Ինչ նախադրյալներ եք տեսնում Համասի հնարավոր պատասխանի հետ կապված։ Շնորհակալություն։
Եկ մինչև Համասի հնարավոր պատասխանը բերեք մի բան էլ ֆիքսենք այս գործընթացում, որ փաստացի այս գործընթացով տեղի ունեցավ Իսրայելի ապամեկուսացումը, ասենք ասենք, որտեղ Իսրայելը շատ ծանր վիճակում էր գտնվում, Այո։ մինչև այս Տրամպյան նախաձեռնությունները, եւ այստեղ արդեն Նետանյահուն նորից հաղթած դուրս եկավ, որտեղ արդեն իր ինքն է եւ միջազգային հանրությունը հայտնվեցին մի գործընթացի մի կողմում եւ Համասը մնաց մյուս կողմում։ Իսկ Համասի համաձայնվելը շատ դժվար հարց է, որտեղ նա այդ 21 կետը որ նայում եք, ոչ մի մեխանիզմ չկա, որը Իսրայելին ինչ-որ բան է պարտադրում։ Իսկն դա Համասը եւ պաղեստինյան կողմը հասկանում են դա եւ իրենց մոտեցմամբ ծուղակ է նման այս առաջարկը։ Համար այդ հաշվի առնելով միգուցե դա մի կողմից, մյուս կողմից այն ստեղծված իրավիճակը, որ կա, մենք չգիտենք ինչ է մնացել Համասին, ինչ ենթակառուցվածքներ ունեն պահպանված, ինչ ռեսուրսներ են մնացել, բայց փողոցի հանդեպ ազդեցությունը եւ վերահսկողությունը դեռ ունեն։ Իրանք եւ սա դժվար է ինչով գնահատել, որովհետև եթե սկսում են այդ գործընթացը, որի մասին ասեցիք, կետերով իրականացնել, անգամ եթե Համասը համաձայնում է, ինչ որ առաջի փուլերից մեկն է պաղեստինյան տարբեր թևերից եւ այդ թվում նաեւ Համասի հետևորդներին իսրայելական բանտերից ազատելը։ Այո։ Իսկ դրանք որ վերադարձան, դրանք խաղաղ չեն ապրելու։ Ահա։ Այլև ուրիշ իրականություն է։ Այդտեղ միտեղ է թողած այդ համաձայնագրում է այդ կետերում, որ ովքեր որ չզինաթափվեն, հնարավորություն կտան անվտանգ լքեն տարածքը։ Այո։ Բայց սա մի ուրիշ խնդիր է։ Իրանք այդ տարածքում են պետք, տարածքից դուրս իրանք ոչինչ չեն ներկայացնում իրենցից, դա համար հավանականությունը պարտադրանք լինելու է Համասի վրա են ճնշում գործադրելու, որտեղ բոլորը տարածաշրջանում, այդ թվում միջնորդները, որոնք կան այս Կատարի, անձնես Կատարի, այս փուլում բոլորը ուզում են Միացյալ Նահանգներին աջակցեն, ոչ թե Դոնալդ Տրամպին, առաջիկայում ունենք Նոբելյան մրցանակի առաջադրման հարց։ Այո, մի 10 օր բան է մնացել ոնց որ թե։ Այո։ Հա, ժամկետներն են մոտիկ եւ Տրամպը պետք է նաեւ սա արձանագրի իր այն խաղաղությունների շարքը, այո։ Դա համար ստեղ բոլորը այն գլոբալ խաղացողները, որոնց պետք է Տրամպի հետ լավ հարաբերություն Միացյալ Նահանգները, փորձում այս կանգնած են գործարքի կողմը։ Բոլորն էլ հասկանում մեջ է այն տեսքով, որ ինքը շարադրված է, չունի ոչ մի մեխանիզմ, որով հնարավոր կլինի վերահսկել։ Ամեն վարքյան ցանկացած կողմը կարող է դժգոհ լինել ու մեղադրել մյուսին։ Ահա։ Դա պարտադիր չէ, որ Համասը դա լինի առաջինը, Իսրայելն էլ մեծ հաշվով շատ իրավիճակներից ելնելով կարող են ցանկացած, այսինքն չկա հստակ մեխանիզմ, դա համար սա Համասի հաշվին բոլորը փորձում են ստեղծել մի իրավիճակ, որ իրենց հարաբերությունները կարգավորեն Միացյալ Նահանգների հետ, այդ Տրամպի հետ անձամբ։ Համար այստեղ Համասը այդ սա հասկանում են, այդ քննարկումները եւ այս ձգձգումը նաեւ դրա հետ է կապված։ Թե կատարական կողմին կհաջողվի ինչ որ մի ձև, այսպես ասած, ռազմավարական նահանջ կամ ինչ որ բան արձանագրեն, որ դեմքերը պահեն, դա մի քիչ շատ դժվար հարց է, որ նաեւ ինֆորմացիայի պակաս ունենք վերլուծելու համար։ Այո։ Բայց պատմությունը, եթե նայում ենք այդ շարժման ամբողջ էությունը եւ այն ինչ որ տեղի ունենում Պաղեստինում եւ Գազայում կոնկրետ, որտեղ տեսեք, ստեղ նաեւ պլաններից մեկն է, կետերից մեկն է, որ պաղեստինյան ինքնավարությունից էլ չեն կարող կառավարել այս տարածքները։ Ահա։ Բայց փաստացի սա Պաղեստինի ինքնավարության մաս է ժամանակին։ Այո։ Իրենք էին կառավարում եւ ու մեկ էլ Պաղեստինյան ինքնավարությունը ողջունում է այս նախագիծը Տրամպի։ Ահա։ Հասկանանք, այդտեղ ակնհայտ է, որ բոլորը գտնում են, որ սա չլինող բան է, բայց կարելի է փորձել բավոր հանկարծ ստացվի, պետք չհայտնում են մի ուրիշ կողմում։ Այո, այո։
պատմության սխալ կողմում, այո։ Այստեղ այդ Պաղեստինյան հարցի հետ ինքը կապ չունի, խնդիրները չի լուծում, ավելի են խորանալու եւ այդքան էներգիա որ կուտակվել է, պատելություն որ կա արդեն ձևավորված, դա չի վերանա։ Եվ այս խնդիրը չունեն գեղեցիկ լուծում, որ Տրամպը հայտարարում էր ու ներկայացնում էր, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեկ էլ որոշել են, որ Տոնի Բլեյերը պետք է լինի այդ տեխնոկրատական միջազգային կառավարման ադմինիստրատիվ մարմինը, այո, մարդ, որին մերձավորալքում այդքանը չեն սիրում։ Ահա։ Չեն մոռացել Իրաքը, չեն մոռացել այն իր վարչապետության շրջանը։ Չնայած շրջանակներ կա, որոնց հետ ինքը շատ մտերիմ է եւ այդ գիտեք ինչն է եկել հետաքրքիր, այդ կետերը որ նայել եք, ես օրինակ բոլոր ինչքան որ պատահել են տենց փաստաթղթեր, չեմ հիշում որ կետ լիներ այդ ռիելտորների հետ կապված տարածքները բարեկարգելու բան, այսինքն շատ յուրահատուկ երևում է Վիտկոֆի ձեռագիրը նայել էլի մասնագիտության։ Այո։ Դա էլ է հետաքրքիր հանգամանք, այսինքն միջազգային նման կերպ են պատկերացվում առնվազն Տրամպի եւ շրջապատի միջև շրջանակում, որ կարելի է Մերձավոր Արևելքում ծովի ափին բավական մեծ տարածք ազատվում, որտեղ կարելի է իրականացնել որոշակի ինվեստիցիոն պրոյեկտներ։ Բայց իմ կարծիքով սա եթե անգամ ստացվի համոզել Համասին, սա կլինի այդ Նոբելյան հանձնաժողովին ընդառաջ ինչ-որ գործողությունների համատեքստում, որ անպայման հաջորդի վերնորից պայթելու է։ Ահա։ Ես ձեր պատասխանից հասկացա, որ դուք առանձնապես լավատեսություն չունեք այս պլանի հեռանկարների, ինչպես նաև իրավիճակի դինամիկայի վերաբերյալ, հաշվի առնելով հիմնականում ատելության այն աստիճանը, որը կա, այսպես ասենք, փողոցում, հա, եւ վերնախավերը, որոնք պետք է ինչ-որ փաստաթղթերի համաձայնվեն կամ չհամաձայնվեն, կնքեն կամ չկնքեն, չեն կարող դրա հետ հաշվի չառնել, ես ճիշտ եմ հասկանում ձեզ։ Այո։ Խնդիրն է, որ փողոցում նաև նույնիսկ բոլորը աջակցում են Համասին։ Այո։ Բայց դժել են բոլորը։ Մի մասը գտնվում որ Համասն է դրա մեղավորը, մի մասը որ Իսրայելը, մի մասը որ Ամերիկան, Միացյալ եւ այլ։ Բայց ընդհանուր բոլորը դժել են։ Եվ այդ ատելությունը կա, չի ստացվի դա ամբողջը դնել, փաթեթավորել եւ Համասին մեղադրել այդ ամեն ինչի մեջ։ Դա համար այս հարցը երկար տարիների ընթացքում եւ այն ռետորաբանությունը, որ կա այսօր նույն Նետանյահուն, որ այսինքն այս վերջի շրջանում որ ասում է, մենք ինչ ունենք, մենք ասում ենք, որ մենք էլ մնում ենք, այսինքն Իսրայելը մնում է իր պլանների մեջ, այս փուլը, եթե չստացվում է, մենք էլի բարդ ճանապարհով, բայց մեր ուզածին հասնելու ենք, առանց Համասի եւ առանց պաղեստինցիների մեծ հաշվով տարածքներ ունենալն է։ Պարոն Քոչարյան, խոսվում է նաև զուգահեռաբար, ինչպես դուք անդրադարձաք արդեն դրան, մի նոր վարչակազմի ստեղծման մասին է խոսքը գնում, ներգրավված է Թոնի Բլերը, ներգրավված են լինելու նաև այլ արաբական երկրներից գործիչներ, մասնագետներ, որոնք ապրիորի, ասենք, պետք է վստահություն ունենան։ Եվ այստեղ ուշագրավ է նաև հետևյալ գործոնը, որ ըստ էության ՄԱԿ-ում արձանագրվեց Իսրայելի դիվանագիտական մեկուսացումը կապված ընդհանրապես Պաղեստին պետության ապագայի հետ։ Այդ երկպետական լուծումը ըստ էության դարձել է միջազգային կոնսենսուսի առարկա։ Մի բան, որին կատեգորիկ դեմ է Իսրայելը, հասկանալի է, եւ դեմ է Միացյալ Նահանգները։ Իսկ օրինակ Գերմանիայի դիրքորոշումն էլ կայանում է նրանում, որ այո, մենք կողմ ենք, բայց մինչ այդ
մի քանի քայլեր պետք է արվեն եւ Պաղեստին պետության ճանաչումը պետք է լինի վերջին քայլը այդ ուղղությամբ, այլ ոչ թե առաջին քայլը, իսկ հետո էլ կտեսնենք ինչ անենք դրա հետ, որովհետեւ դա կլինի, այսինքն տերորիզմի պարգևատրում ըստ էության։ Սաուդյան Արաբիան էլ իր կողմից ասում է, որ չի մասնակցի որևէ վերականգնողական ծրագրերի կամ որևէ ծախս չի անի, եթե այդ ամենը չի արվելու Պաղեստին պետության միջազգային ճանաչման, իրական ճանաչման եւ այդ պետության կայացման տրամաբանության մեջ։ Եթե չկա նման այսպես տեսլական, ապա Սաուդյան Արաբիան չի մասնակցի դրան։ Այս ամենը մի իրավիճակ է ձևավորում, մի համայնապատկեր է բացվում, ինչպիսին է այն ձեր կարծիքով, համեցեք։ Դեք մի մասնագիտական դաշտում մի կարծիք է շրջանառվում, որ իսկ այդ երբ որ հնարավոր էր մի բան անել այս կոնֆլիկտը, որ չհասներ այս փուլին, այդ միջազգային հանրությունը չէր արձագանքում համարժեք։ Իսկ հիմա փաստացի ունեք Պաղեստինում ցեղասպանություն է իրականացվել եւ չկա, ասենք, ենթակառուցվածքներ Գազայի հատվածում հատկապես եւ սկսվել է շղթա ճանաչելու Պաղեստինի պետությունը։ Այսինքն մեծ հաշվով որ սահմանների մասին է խոսքը, ամենակարևոր հարցն է, թե Պաղեստինի ճանաչումը որ սահմաններով է ճանաչվում։ Եվ ինչ տարածքների մասին է, որտեղ ճանաչում է, այսինքն բոլորն է հայտարարում են, բայց այստեղ ցավոտ հարցը դա է, որ չկա այդ երկրաչափությունը, էլի, հա։ Հասկանալի չի։ Եթե Արևմտյան ափն է ճանաչում, Արևմտյան ափն էլ իր խնդիրները ունի, որտեղ եթե Արևմտյան ափում եղել եք, կարող եք տեսնել, որ ինքը քարտեզի վրա տես գծած տարածքը չի։ Այո։ Այլ տարբեր իրական բնակավայրերով եւ ճանապարհներով կտրտած կտոր է։ Այսինքն շատ դժվար է դա կետից բկետ գնալ, կամ թունելով ես գնում, կամ ցանկապատ տարածքով կամ ինչ-որ բան պետք է հատես, այսինքն սա շատ բարդ հարց է, բայց այն շղթան, որ տեղի է ունենում ճանաչելու, միևնույնն է հարցի լուծում չի դա։ Այսինքն հա ճանաչում ենք, ճանաչեն։ Միացյալ Նահանգները կարող է ինչ-որ բայի ճանաչի։ Այո։ Եթե անգամ ճանաչի, բայց մտավախություն է, որ վերջում բան չի մնա, որ ճանաչես։ Էդ էլ կա։ Բայց եթե փորձենք մաթեմատիկական տվյալներ ինչ-որ հաշվի առնենք, այո, արդեն ՄԱԿ անդամ երկրներից, եթե ինձ հիշողություն չի բանանում, նույն քանակությամբ պետություններ, որ ճանաչել են Իսրայելին, եթե նույն քանակությամբ արդեն ճանաչեցին Պաղեստինին։ Շուրջ 3/4 պետությունների, եթե քանակով 160-ը։ Այո։ Այսինքն այս տեսանկյունից դիտենք, ունենք համարյա թե նույն թվականակի պետություններ, որոնք ճանաչել են, բայց դա ասում եմ մտավարժանք որպես կարող եք բանանել, իրականում չի լուծում խնդիրը։ Եվ այստեղ այս հրադադարի այս պլանի ընդունում է եւ սրա հավանական իրագործման տեսանկյունից կարող են էլի լինեն պետություններ, որոնք կտեսնենք ճանաչեն, բայց Իսրայելը մեկը իրան իրավունք է վերապահում ամեն վայրկյան վիժեցնելու այս գործընթացները։ Որտեւ Նետանյահուն, գիտեք, պատմական եթե հետ գնանք 96-ին եկավ վարչապետ դարձավ Նետանյահուն։ Դարձավ վարչապետ հենց 95-ի Օսլոյի պայմանավորություններից հետո, որոնք հնարավոր եղավ նաև, այսինքն որի արդյունքում այսինքն գիտեք քաղաքական պրոցեսները Իսրայելում դոսլետ կապված ուժվաներզում ասեի, բայց
96-ին, որ եկավ դարձավ ինքը հակառաբինական դիսկուրսի մեջ դարձավ ռաբինը։ Իցհակ Ռաբինն էր, որը ստորագրեց, այո։ Հա, պայմանախաղաղություն բերեց եւ սպանեցին այդ ընդհանուր մթնոլորտում իսրայելական միջավայրում, բայց Նետանյահուն այդ գործին, որը եկել է այդ ամբողջ այդ դիսկուրսի վրա եւ ինքը շարունակում է դա, որ իսրայելական պետություն պետքա չլինի։ Այո։ Եվ սա մեծ Իսրայելի մասին է երազանքը եւ այն ուժերը, որոնք իրան աջակցում են, բոլորը դրա մասին են խոսում։ Դա համար ստեղ մենք չունենք, այսինքն քանի Նետանյահունը նա ամեն ինչ կանի, որ այդ երկպետության բանաձևը ոչ մի ձև չհասնի իր հնարավոր լուծման։ Պարոն Քոչարյան, երբ մենք խոսում ենք երկպետական լուծման մասին, ապա ապրիորի դա ենթադրում է, որ այդ երկու պետությունները գոնե պետք է մեկը մյուսին ճանաչեն, հա, կամ այն քաղաքական սուբյեկտները, որոնք մաս են այդ պետությունների, եւս հենց այդ պարադիգմի մեջ պետք է իրենց քաղաքականությունը կառուցեն։ Իսրայելի պարագայում մենք տեսնում ենք, որ Նեթանյահուն ըստ էության ասում է Պաղեստինի պետություն չկա եւ չի լինելու։ Մյուս կողմից էլ պաղեստինյան շարժումները բացի Պաղեստինի ազատագրման կազմակերպությունից, այն էլ այդ Օսլոյի պայմանավորվածություններից հետո առերևույթ։ Մնացած բոլորը մերժում են ընդհանրապես Իսրայելի գոյությունը եւ խնդիր ունեն ոչ այնքան իրենց ազատության, իրենց պետության, հա, որքան ուղղակի Իսրայելի ոչնչացումն են դրել կյանքի նպատակ։ Այս պայմաններում Իսրայելի փոխարենով էլ լիներ չէր ճանաչի նման դիրքորոշումը, այդ առավելապաշտությունը ոնց նայում ենք ուղղակի մի ճահիճ է վերածել այս հարցը եւ ծայրը չի երևում։ Գիտեք, այս երկու կողմից կա այդ խնդիրը, բայց այսինքն այդ արաբական կողմից եւ այն որ այսօր չկա Պաղեստին պետություն, նաեւ դա իմ կմնկած, որ ժամանակին բոլոր լուծումները, որոնց մեջ կար իրենց չպատկերացած տարածքների մասին պատկերացումները, բոլորը մերժվեցին ու որ նայում եք ամեն տասնյակի 20-րդ տասնյակների մեջ որ գնանք տասնյակ թվականներով, ասենք 50-ական, 60-ական, 70-ական, ամեն անգամ առաջարկները, որոնք դրվել են սրանին, անընդհատ փոքրանում է Պաղեստին հատկացվող տարածքները արդեն։ Եվ եթե այն 40-ական այդ երկու պետության լուծումը, որոնք տեղի չունեցավ եւ չհամաձայնեցին, հաջորդիվ էլ նաեւ շարունակում այս գիծ չեն համաձայնում եւ երկու կողմն էլ ունեն իրենց պատկերացում, իրաները գտնում որ դա հերական է, Աստվածաշնչյան դեռ ժամանակներից իրենց ավետված եւ իրենց տրված պաշտոնները հիշում որ իրենք են տեղ ապրում եւ ապրել են այդ գյուղերը, որոնք եւ անունները, որոնք տրվում են, իսկն իրենք անուններ ունեն, բնակավայր կա, որոնք բնաջնջվել են չկան այս ընթացքում։ Եվ ամենակարևոր հարցը թե Երուսաղեմի հարցը միշտ մնում է չլուծված։ Իսրայելը Երուսաղեմն է համարում իր մայրաքաղաքը, Պաղեստինը իր մասով համարում Երուսաղեմը իր մայրաքաղաք եւ ստեղ այսինքն այս խնդիրները տեղափոխվել են ուժային լուծման տիրույթ, որը սիստեմատիկաբար եւ բոլոր հնարավոր միջոցներ ներդնելով Իսրայելը բարեհաջող իրականացրել է եւ իրականացնում է։ Պաղեստինյան կողմը, արաբական կողմը չի կարողացել պատմականորեն ձևավորել այդ ներուժը եւ խնդիրը ուժային լուծումների տանելու, որտեվ փորձերը, որոնք եղել են 40-ականներից հետո, բոլորն էլ բախվում են այդ համարաբական կոնսոլիդացիա, որտեվ միֆական մոտեցման, որ արաբները բոլորը պետք է միասին ճակատով կռվեին սիոնիստների դեմ, բայց իրականության կար պետություններ, որոնք ունեին առանձին շահեր, որոնք շատ հաճախ այդ երկու պետությունների շահերը
մի ուղով չէր գնում նույն այդ հարցի վերաբերյալ։ Դա համար սա պաղեստինցիները իրենց խնդիրներով պետք է զբաղվեին եւ կոնսոլիդացնեին ուժերը, ինչը տեղի չի ունեցել, զուգահեռ ձևավորվել է Իսրայելի պետությունը, որը կարողացել է այդ ռեսուրսները կուտակել է պետություն սարքել, եւ այսօր էլ դրա վառ արտացոլումն է, թե ուժը ոնց է բերում իրավունքի ձևավորման, ինչի Իսրայելը շատ այսինքն դասագրքային իրականացնում է, ինչը բայց դեռ լուծում չի, դա ամեն վարքյան եթե չի տեղ ունենում համերաշխեցումը այդ իսկ եզրերը արդեն չկան այդ համերաշխության, սա դա միշտ Իսրայելին մնում է, եթե Իսրայելի դիրքից եք նայում ուժային շարունակել իր գործողությունները, իսկ պաղեստինցիները հայտնվում են այսպես մանրադրամի վիճակում, որոնց այսօր Նոբելյան մրցանակն է վաղել ուրիշ խնդիր կլինի։ Պարոն Քոչարյան, մինչև այս Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումը ըստ էության ամենաարմատական հակաիսրայելական դիրքերից հանդես էր գալիս Իրանը եւ Իրանը նշանակալի գործոն էր այդ իմաստով ողջ մերձավոր արևելքում, ստեղծելով Իսրայելի համար էգզիստենցիալ մակարդակի վտանգ, սակայն Սիրիայում իշխանության փոփոխությունը բերեց իրանական գործոնի էական նվազեցմանը եւ հիմա մենք տեսնում ենք, որ առավել արմատական դիրքերից հանդես են գալիս արդեն երկու, բայց եւս ոչ արաբական պետություններ, ինչպիսին Թուրքիան եւ Պակիստանը, որից վերջինը նաեւ միջուկային պետություն է։ Դուք ինչպիսի զարգացում եք ավելի հավանական եւ տրամաբանական տեսնում մերձավոր արևելքում հենց այս համատեքստում այս պետությունները ինչ դերակատարում ունեն հիմա եւ կունենան առաջիկայում, որովհետեւ մենք տեսնում ենք ըստ էության արաբների ձգտումն է առերևույթ իհարկե օր առաջ վերջացնել այս կոնֆլիկտը, բոլորը հոգնել են, բոլորը զզվել են, ի վերջո 80 տարի է այս կոնֆլիկտը շարունակվում է դեռ միջպետական մակարդակով, դրանից էլ մի 20 տարի առաջ այսպես համայնքների մակարդակով, ասենք բախումներ եղել են եւ 20-ականներին, 30-ականներին, 40-ականներին դեռ մինչև Իսրայելի պետություն հռչակվել է եւ սա շարունակվում է մեկ դար, լավ, այսպես ասենք։ Այնուամենայնիվ ոչ արաբները էլի որ երրորդ անգամ փորձում են ավելի արաբ իրենց դիրքավորել, քան իրենք արաբներն են, հա։ Համեցեք։ Եթե խոսքը Թուրքիայի մասն է, Թուրքիան ավելի շատ փորձում է իրեն պրոմուսուլմանական դիրքորոշում, ոչ թե պրոարաբական, այո, պանիսլամական կոնտեքստում դիրքավորի, որտեղ պաղեստինցիներին որպես մուսուլման հանրության մաս կազմող խնդիրներին է դիտարկում, բայց տվյալ կոնտեքստում, որ շեշտադրումները փոխվել են եւ ոնց որ թե դիմադրողական ուժը Իսրայելի մասին է խոսք, Թուրքիայի մասին է խոսք, ավելի հարց կարելի է ուրիշ ձևակերպել, որ խաղացողների այն խաղացողները, որոնք մնացել են տրամաչափերով եւ ազդեցությամբ ու մերձավոր արևելքի կոնտեքստում, այս պահին Իսրայելն ու Թուրքիան են, որոնց շահերը խիստ չեն համընկնում այն տեսլականի հետ, որը կապված է նույն Սիրիայում, թե ինչ պետք է լինի եւ մերձավոր արևելքում ընդհանրապես, դա համար պետք է ակնկալել, որ այդ լարումները կդրսևորվեն։ Պակիստանի հետ այնտեղ հիմնական խնդիրը հնդիսրայելական համագործակցությունն է ռազմական ոլորտում, որը Պակիստանը տեղ է վտանգ տեսնում նաեւ այս տեսանկյունից խաղի մեջ, բայց որ միջուկային տերության դա ոչ մի չի նշանակում այս կոնտեքստում, բայց
Այսինքն այս երկուսը առաջի խաղացող որպես տեղ Թուրքիան է, ոչ թե Պակիստանը, եւ Թուրքիան փորձելու է հնարավոր խաղակարտերով տարբեր տեղերում Իսրայելի հետ շահեր եւ շահերի բախում ստեղծել, որպեսզի կարողանա դրանք խաղարկել։ Դրանք կտեսնենք, մյուս ուղղությունը, որ Իրանից խոսեցիք, մի կողմից տեսնում ենք պատժամիջոցները վերագործարկվեցին, բայց մյուս կողմից այդ նույն շարքի մեջ հայտարարությունների, որ Տրամպը անում էր, երևի թե մի բան վրիպեց տեքստերից մեկում, երբ որ խոսում էր իր կողմից աբրահամական դաշինքների ընդլայնման եւ գործարկման մասին, մի ձևակերպում արեց, որ չի բացառում, որ Իրանն էլ կարող է դրա մաս կազմի։ Եվ որ դա հիանալի գաղափար կլինի։ Հիանալի գաղափար կլինի, այսինքն հաշվի առնելով այն ինչը որ Տրամպը ասում է եւ անում է, երբ թե կարելի է ենթադրել, որ որոշակի երկխոսություն կա կողմերի միջև, Այո։ որոնք հույս է տալիս, որտեվ երկրորդ մասը չի լինի ռազմական գործողության, նույն է Նետանյահուի հետ հանդիպման ժամանակ, որտեղ Նետանյահուն շատ է շեշտում այդ իրանական դոսիեի հարցը եւ իրանական ճակատում արած գործողությունները։ Եվ մյուս կողմից արդեն մամուլում շրջանառվում են նույն գրեթե Իրանի նախահարձակման շրջանում այդ Միացյալ Նահանգների օդային վերալիցքավորող ինքնաթիռների տեղափոխումը դելի սցենարային նույն տեսքով հետազոտողները տեսել արձանագրել են, որ տեղափոխվել են Մերձավոր Արևելք դեպի, ինչը նախորդ փուլում նախանշանն էր, որ սկսելու է ռազմական գործողությունները, բայց այսինքն լարում կա այդ ոլորտում, բայց այս խոսակցությունը նաև Տրամպի հայտարարությունը միգուցե ինչ որ չափով նշանա, որ հնարավոր է նստենք խոսենք։ Այո։ Կամ եթե չենք խոսում արդեն։ Առաջիկայում դե մինչև Նոբելյան մրցանակի ամբողջ պատմությունները եւ այն միգուցե խաղ լինի դեռ Մերձավոր Արևելքում համատած խաղ եթե կարելի ասել, բայց հետագայում կարող է լարման փուլ սկսվի։ Հատկապես եթե հանկարծ այդ առաջադրումը չեղավ։ Եվ ամփոփենք, պարոն Քոչարյան, Իսրայելն է նաև ըստ էության այս վերջին տարիներին դարձել այսպես առաջատար սուբյեկտ ողջ Մերձավոր Արևելքում իր ռազմական, տեխնիկական, տեխնոլոգիական, տնտեսական կարողություններով Հայաստանը, որ ըստ էության սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց եւ ճանաչեց Պաղեստին պետությունը, բայց մյուս կողմից էլ Հայաստանը ըստ էության որևէ շահ չունի վատ հարաբերություններ ունենա ոչ արաբների հետ, ոչ հրեաների հետ, հա։ Մենք ոչ հրեա ենք, ոչ արաբ, ավելին դա մեր հարևան տարածաշրջանն է եւ մեր շահն է, այո, բոլորի հետ լինել լավ եւ թույլ չտալ, որպեսզի պրոբլեմներ լինեն եւ այդ պրոբլեմների վրա այլ սուբյեկտներ պարազիտանան եւ այն ուղղեն ընդդեմ մեզ։ Վերջերս մենք տեսնում ենք, որ լավ ինտենսիվացել են շփումները պաշտոնական Երևանի որոշ հրեական շրջանակների հետ, մասնավորապես Հայաստանի նախագահն է այցելել Նյու Յորքի Քվինզի այդ սինագոգը, որը շատ հայտնի սինագոգ է, բացի դրանից էլ Հայաստանի դեսպանն է, այս էլ արդեն ոչ առաջին հանդիպումն է, ազդեցիկ հրեական առաջնորդների հետ Միացյալ Նահանգների, ընդ որում այդ շփումների ընթացքում խոսվում է Հայաստան-Իսրայել հարաբերությունները, այսպես ասենք, երկկողմ, հա, մեռյալ կետից դուրս բերելու անհրաժեշտության մասին։ Նաև Հայաստանը հիմա միակ երկիրն է տարածաշրջանում, որտեղ ռեզիդենտ դեսպանություն Իսրայելը չունի։ Թբիլիսիում կա, Բաքվում կա, Երևանում չկա։ Չնայած կա Հայաստանում դեսպան, բայց դեսպանի նստավայրը Երուսաղեմն է։ Ձեզ
ձեր գնահատականը, հա, այս հարաբերությունների դինամիկայի եւ առաջիկա անելիքների հետ կապված համեցեք։ Շատ տարողունակ հարց է, որտեղ Իսրայելի ուղղությամբ միշտ շատ ժամանակ է բաց թողել աշխատանքի։ Այո։ Համար դրանք կարճ ժամանակում լրացնելը չի ստացվի։ Ինչ որ մի փոքր ծրագրերից պետք է սկսել համագործակցությունը, կա զգացական իրավիճակ, հատկապես անվտանգության այս կոնֆիգուրացիայի մեջ, որում հայտնվել ենք, որ Իրանը շատ զգայուն է այդ հարցին եւ ստիպված պիտի շատ հարցերը քննարկվի Իսրայելի հետ կապված, բայց եթե այդ համագործակցությունը կրում է ոչ ռազմական բնույթ, անգամ ռազմական էլ կարելի է տեղ հասցնել գործընկերներին, բայց չկա Հայաստանի ընկալումը նաև իսրայելական քաղաքական դաշտում որպես տեղի, որի պետք է աշխատեն։ Ես հիշում եմ իմ փորձից, երբ որ որոշակի շրջանակներ հետ խոսում էինք Երուսաղեմում, նրանք շատ բան էին, անկեղծ հարց էին տալիս, թե իրենց հետաքրքրությունը որն է ընդհանրապես հայերը, եթե կա Ադրբեջանը եւ Վրաստանը եւ Թուրքիան, Հայաստանը, այս բանը իրենց հետաքրքիր չի։ Շատ բանով էին մոտենում, որ ինչը հասկանալ էր, որ աշխատանք չի տարվել, մարդիկ չէին ճանաչում եւ չկար այդ Այո։ փորձը։ Հիմա ինչ որ բաներ արվում են, բայց միևնույն է ծավալը չի գոհացնում այն առումով, որ շատ բանաբաստվել եւ ինտենսիվ աշխատանք է պետք ընդհանրապես։ Մյուս ամենազավոտ հարցից մեկը հայկական ժառանգության հարցն է Երուսաղեմում, որը շատ ակտուալ է եւ այսինքն գիտեք, ստեղծված իրավիճակը եւ խնդիրները, որոնք կան, բայց այդ ամբողջը մի քիչ եթե մինչեւ 20 թվականը կամ մինչև 18 թվականը, երբ որ փորձում էին քննարկվում էր դեսպանատան բացման հարցը, հնարավոր էր որոշակի այլ կոնֆիգուրացիայով բանակցել եւ իրականացնել, որի մասին այն ժամանակ ես խոսել եմ եւ այդքան էլ լավ չէր ընկալվում դա շատ շրջանակների կողմից, որի դիմաց կարելի էր փոխել հարաբերությունների տեսակը նաեւ Իսրայելի հետ, բայց արվեց այն ինչ որ արվեց եւ այսօր այս իրավիճակը ունենք, որտեղ անգամ փոխված է ճարտարապետությամբ, անվտանգության հնարավորություն չի տալի ավելին շատ հարցերում խորանալ այս ուղղությամբ։ Բայց պետք է այսօր ինչ որ բաների հիմքերը դնել, որ հնարավոր է հետո համագործակցել։ Դա ոլորտներ շատ են։ Հատկապես եթե հաշվի առնեք, որ Միացյալ Նահանգների հետ կնքած պայմանավորությունների, հուշահռչակագրերի, տեխնոլոգիական կտորակալի Հայաստան, հատկապես այդ չիպերի հետ կապված, այսինքն ստեղ կա աշխատելու տեղ եւ ինչ որ մի պահ լինելու է հարցը կարողատեն զարգանալու է։ Կարա առնի դա Իսրայելի հետ ուղիղ կարա, բայց կարող է նաեւ լինի միջնորդավորված Միացյալ Նահանգներով լինի այդ ամբողջը։ Բայց այդ առաջ չընկնենք, սպասենք, տեսնենք ոնց կզարգանա, բայց տարբեր ուղղություններ կան աշխատելու։ Շատ շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, ձեր այս չափազանց կարևոր եւ օգտակար դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ բարբերաբար դիմենք ձեզ մեկնաբանությունների համար։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալ։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, արևելագետ, արաբագետ, մեր պետհամալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ։ Լսեցինք իր դիտարկումները կապված Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների հետ, ինչպես նաև պաշտոնական Երևանի առավել օպտիմալ դիրքորոշման հետ։
Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։